Երեք հարց ունեմ ձեզ, նաև միջազգային մամուլը վերջին շրջանում համառորեն տեղեկատվություն է շրջանառում, որ Վիեննայից հետո հունիսին սպասվող հանդիպմանը հնարավոր է ստորագրվի կողմերի միջև ինչ-որ համաձայնագիր, դա շրջանակային կլինի, թե ընդհանրապես այդ տեղեկատվությունը իր մեջ ռացիոնալ որևէ հիմք պարունակում է, թե չէ ինչ-որ համաձայնագրի, հնարավոր համաձայնագրի ստորագրման մասին Լեռնային Ղարաբաղի մասով, հարց երկրորդ, ռազմական փոխօգնության համաձայնագիր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև ինչ փուլում է, որտեղ ձեր նախարարությունն էլ որոշակի աշխատանք տանում է այդ ուղղությամբ, եւ հարց երրորդ, ինչքանով որ հարմար է այս ֆորմատով երրորդ հարցին պատասխանելը, ինչ ընթացքի մեջ է գտնվում մեր կողմից զինվորների խոշտանգված, գլխատված զինվորների հարազատների կողմից ներկայացված հայցերը մարդու իրավունքների եվրոպական դատարան տեղի ունեցածը ռազմական եւ մարդու իրավունքների կոնվենցիաների բազմաթիվ ոտնահարում եւ խախտում ճանաչելու համար։ Շնորհակալ եմ։ Ձայնագրի վերաբերյալ ոչ դա չի համապատասխանում իրականությանը։ Ինչ են պայմանավորվել կողմերը Ռուսաստանի արտգործնախարարի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական հարցերով Ֆրանսիայի պետքարտուղարի ներկայությամբ այդ այն է, ինչ որ հրապարակվել է համատեղ հայտարարության մեջ երանախագահող երկրների կողմից, ինչու երանախագահող երկրների կողմից, որովհետև հասկանում եք, որ կարող էր դա լինել եւ 5 երկրների կողմից, այսինքն ներառյալ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Բայց այո, ես կարող եմ ասել, որ Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց միանալ այդ հայտարարությանը, որը արել էին երանախագահները, դրա համար դա դարձավ երակոմ հայտարարություն եւ այդ հայտարարության մեջ շատ հստակ նշված է այն պայմանավորվածությունները, այն հանձնառությունները, որոնք վերցրել են կողմերը։ Հիշեցնեմ ձեզ, որ այնտեղ հստակ նշվում է 94-95 թվականների երակոմ անժամկետ զինադադարի պայմանագրերի անխտիր իրականացման անհրաժեշտությունը, այդտեղ նաև նշվում է կարևորությունը, որպեսզի ստեղծվի զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմ եւ նաեւ ընդլայնվի ԵՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչի գրասենյակի կարողությունները եւ նաեւ ասվում է, որ հաջորդ փուլը ըստ պայմանավորվածության բանակցությունների կլինի հունիսին, վայրը դեռ չի ճշտված, որտեղ ուրեմն որը նվիրված կլինի նրան, որպեսզի վերսկսել բանակցությունները։ Պարզ է մեկ բան, որ այդ բանակցությունների սկսման համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն։ Ես մի քանի անգամ նշել եմ եւ նաեւ խորհրդարանում, որ դա նախապայմաններ չեն Հայաստանի կողմից, այլ խոսքը գնում է նրա մասին, որ պետք է բանակցությունների համար ստեղծվեն համապատասխան պայմաններ։ Եվ այդ պայմանների մասին խոսեցին հենց երանախագահողները եւ նաեւ պարտավորություններ վերցրեցին կողմերը։ Եվ եթե այդ պայմանները ստեղծվեն, եթե ստեղծվի այդ մեխանիզմը եւ եթե ստեղծվի մշտադիտարկման այդ մոնիտորինգի ուրեմն հնարավորությունը եւ ընդլայնվի նաեւ ԵՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչի գրասենյակի կամ իր թիմի կարողությունները ընդլայնվեն եւ այսինքն բացառվի նոր ուրեմն զարգացումներ, ինչպիսին որ եղան ապրիլի սկզբին, ապա հնարավոր կլինի իհարկե սկսել այդ բանակցությունները։ Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այս ուղղությամբ։ Ինչ կարող եմ ասել, այո, հունիսի սկզբին նախատեսվում է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, առանձին հանդիպումներ են լինելու Հայաստանի արտգործնախարարի եւ Ադրբեջանի արտգործնախարարի եւ միգուցե այդ հանդիպումների ժամանակ նաեւ մենք կշարունակենք քննարկել այն հնարավորությունները, որպեսզի լիակատար իրականացվեն պարտավորությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում գահնաժողովի ժամանակ։ Եվ դա հնարավորություն կտա հարթել ճանապարհը դեպի ապագա
ինչպես նշված էր այդ հայտարարության մեջ բանակցությունների փուլ եւ ինչու ոչ հնարավոր է եւ կարող է լինի նաեւ բարձր մակարդակով, այսինքն գատնաժողով, որովհետեւ այդ հայտարարության մեջ չէր նշված ինչ մակարդակի մասին է խոսվում հաջորդ փուլը բանակցությունների։ Բայց բացառված չէ, եթե բոլոր պայմանները ստեղծվեն եւ նախապատրաստվի այդպիսի հանդիպման հնարավորությունը, ապա կարող է լինել եւ այդպիսի հանդիպում։ Բայց իհարկե, երբ որ մենք խոսում ենք այս ամեն ինչի մասին, որ հանդիպում, որը վեր սկսենք բանակցությունները, որևէ ստորագրության մասին այս պահին ոչ միայն վաղաժամ է, այլ անիմաստ է խոսելու, որովհետև այդպիսի փաստաթուղթ մշակված չկա, որը կարող է ստորագրվել։ Այդ բանակցությունների պետք է նվիրված լինի հենց դրան, որ շարունակել մշակել գլխավոր ուղղությունները հիմնախնդրի կարգավորման, ժամանակին մենք դրանք կոչում ենք սկզբունքներ, հիմա էլ կարող ենք ասենք սկզբունքներ կամ շրջանակային ձևաչափը հիմնախնդրի կարգավորման, որպեսզի հնարավոր լինի մշակել այն փաստաթուղթը, իրավապայմանագրային փաստաթուղթը կողմերի միջև, որը հնարավորություն կտա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար։ Ինչ վերաբերվում է երկրորդ ձեր հարցին, ուրեմն պայմանագրի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև պաշտպանության փոխադարձ պաշտպանության ուրեմն համաձայնագրի վերաբերյալ, այո, դա հանձնարարվել է արտաքին գործերի նախարարությանը եւ դա ես նշել էի դրա մասին եւ մեկ անգամ նշեմ, գտնվում է մշակման փուլում, այս պահին ես սա կարող եմ ասել մշակման փուլում, բայց դրա հետ կապված հաջորդ քայլերը կապված կլինեն ապակա զարգացումներից եւ համապատասխան գործոններից, այսինքն այսքանը ինչ որ ես այսօր կարող եմ ասել, որովհետեւ գիտեք, սա այսպեսի բարձ ինչ որ գործընթացներ չեն, բավական հարցերի հետ են կապված եւ այդ ամեն ինչ նկատի ունենալով բարձրագույն ղեկավարությունը մեր երկրի բանակցություն եւ նաեւ փոխադարձաբար Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ քննարկումների արդյունքում կգան այն եզրակացությանը, երբ հնարավոր կլինի դա անել։ Ինչ վերաբերվում է մարդու իրավունքների այն աղաղակող խախտումներին, որոնք եղան այս ապրիլի սկզբի ռազմական գործողությունների ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի կողմից ցանցազերծված Ղարաբաղի դեմ, իհարկե մենք բարձրաձայնում ենք, ինչպես դուք ասացիք, արդյոք այս ձևաչափում է ճիշտ ներկայացնել, թե ոչ, դուք ճիշտ հարցադրումը դրեցիք, մենք ներկայացնում ենք եւ ոչ միայն, ինչպես դուք նշեցիք, մեկ կառույց մասին մատնանշեցիք, ես չեմ ուզում այդ կառույցի անունը հիմա մատնանշել, որովհետև խոսքը գնում է բազմաթիվ այն կառույցների, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով եւ իհարկե Հայաստանը եւ Ղարաբաղի հերթին նաեւ ներկայացրել եւ շարունակելու են ներկայացնել այդ աղաղակող ոտնահարումները մարդու իրավունքների եւ համապատասխան մարդասիրական կոնվենցիաների եւ այլն, որոնք իհարկե հուսով ենք, որ համապատասխան արձագանք կունենան այդ կառույցների կողմից։ Սա նորից այդքան պարզ գործընթաց չէ։ Դուք առնչվել եք տարբեր կառույցների հետ աշխատանքին եւ այլն, գիտեք, այս վերիվարումները եւ այսինքն պարզ գործընթացներ չեն, բայց մեր կողմից հնարավորինս ամեն ինչ արվում է, որպեսզի իրազեկվեն այդ կառույցները եւ այդ աղաղակող դեպքերին համապատասխան արձագանք լինի։ Եվ շատ կարճ ռազմական փոխօգնության համաձայնագրի վերաբերյալ խորհրդարանում մենք Արցախի ճանաչումը համարեցինք այս պահին ոչ ճիշտ ընդունել, հաշվի առնելով ձեր նշած խնդիրները, որոնց մասին հիմա չենք բարձրաձայնում։ Փաստորեն նույն, այսպես ասենք, ռեժիմով գնում է նաև ռազմական փոխօգնության համաձայնագիրը, որքան հասկանում եմ, այսինքն նրա այդ համաձայնագրի խորհրդարան գալը եւս կախված է ինչ-ինչ խնդիրների հետ, այսինքն հնարավոր է եւ չգա այդ պատեհ պահը այդ պայմանագիրը խորհրդարան չգալու։ Ես նույն հավասարության վրա չէի դնի եւ նույն չէի ասի, որ նույն ռեժիմով կամ այլ ինչ որ բառակապակցություններ կօգտագործեի, ես կասեի, որ այդ համաձայնագրի մշակման հետ կապված հարցերը եւ կնքման հետ կապված հարցերը գտնվում են մեր օրակարգում, բայց նաեւ ասեցի այն ինչ որ ասեցի, բայց նույն հավասարության վրա չէի դնում մեկը մյուսի հետ։